Պարոն Մոթյան, դուք որպես ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցված եք թիվ 23 ընտրատարածքում, որը ներգրավված է Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանը։ Ինչու Գեղարքունիքի մարզում որոշեցիք ձեր թեկնածությունը առաջադրել։ Ես ծնվել եմ մեծացել եմ Վարդենիսում, իմ արմատները բոլորը Վարդենիսում եւ սա է հիմնական պատճառը, որ ես որոշեցի առաջադրել 23 ընտրատարածքը։ Դուք երկար տարիներ, ինձ ասած տեղեկություններով 5-6 տարի է օրինաց երկիր կուսակցության անդամ եք, սակայն վերջերս դա հրապարակվեց։ Հանրությունը վերջերս իմացավ, որ դուք օրինաց երկիր կուսակցության անդամ եք։ Ինչն էր պատճառը, որ հանրությունը չգիտեր։ Կարծում եմ հիմնական պատճառը եւ որ իմացան, դա իմ առաջադրվելուց հետո իմացան, իսկ իմ հարազատները, իմ մոտիկները բոլորն էլ գիտեն, որ ես վաղուց օրինաց երկրի անդամ եմ։ Եվ չեք փոշմանել, որ օրինաց երկիր կուսակցության անդամ։ Միանշանակ ոչ։ Իսկ ինչ ծրագրերով եք դուք հանդիպում ձեր ընտրողների եւ եթե ընտրվեք ազգային ժողովի պատգամավոր, ինչ ծրագրեր եք իրականացնելու մասնավորապես ձեր ընտրատարածքում ընտրողի համար։ Նախ ասեմ, ես դեռ չեմ սկսել իմ նախընտրական ծրագիրը։ Ընտրվելու դեպքում ես միանշանակ աշխատելու եմ հասարակություն եւ ազգային ժողով կամուրջը ամրացնելու համար։ Հիմնականում իմ ուղղվածությունը լինելու է ծրագրային ուղղվածությունը լինելու է գյուղատնտեսության վրա, որովհետեւ մարզը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Իսկ փորձել եք այս կարճ ժամանակում արդեն քանի օր է սկսվել է քարոզարշավը, կարճ ժամանակում փորձել եք ճշտել գյուղացուն ավելի շատ ինչն է հետաքրքրում, ինչն է հուզում, ինչն է անհանգստացնում։ Այո, իհարկե, գյուղացուն ես դա վաղուց գիտեմ, քանի որ այստեղ կապը շատ մեծ է, գյուղացուն հիմնականում հետաքրքրում է սոցիալ-տնտեսական վիճակը, որը գյուղերում շատ բավականին ցածր է։ Գյուղերում այսօր երիտասարդություն շատ քիչ կա, բոլորը արտագաղթում են։ Ինչից է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից է, որ եւ ես ծանոթ եմ, եւ ես պետք է հետեւողականություն ցուցաբերեմ այդ արտագաղթը կանխելու, ներգաղթելու համար։ Ես շատ կարևոր տեղ եմ տալիս այգեգործությանը։ Մարզում այգեգործություն չկա, ես ուզում եմ այգեգործություն զարգացնել, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման։ Հաճախ մամուլում տպագիր էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածում, որ ձեզ ազգային ժողով փորձում է, այսպես ասած, բրդել, խցկել ձեր կնոջ հայրը, Սերգեյ Մանուկյանը, ով ավելի շատ հանրությանը հայտնի է Շինյանութի Սերգեյ, որը որ հայտնի գործարար է։ Ինչ կասեք այդ մասին։ Ասեմ, ուրեմն ես, ինչպես նոր նշվեց, երկար տարիներ օրինաց երկրի անդամ եմ, նախքան փեսադառնալը, Սերգեյից փեսադառնալը, ես եղել եմ օրինաց երկրի անդամը։ Եվ Սերգեն այստեղ ընդհանրապես կապ չունի։ Սերգեն քաղաքականության մեջ երբեք չի եղել։ Նա իմ երեխայի պապիկն է, ես իրան հարգում եմ, բայց այստեղ խոսքն է, որոշում է ինքը, որոշողը ես եմ եղել։ Եվ ընդհանրապես Սերգեն այս հարցերի մեջ մենք քաղաքական թեմաներ միասին չենք քննարկում։ Եթե ընտրությունների արդյունքում ընտրվի ձեր մրցակիցներից որևէ մեկը, դուք պատրաստ եք շնորհավորել։ Ես կլինեմ առաջիններից, ով կշնորհավորի թեկնածուին։ Իսկ ում եք մրցակից համարում ձեզ։ Կան որտեղ այնտեղ կան եւ ԲՀԿ-ական, եւ անկուսակցական, եւ ՀԱԿ-ից ներկայացուցիչ։ Ես անկեղծ ասած բոլորն էլ համարում եմ ինձ մրցակից եւ կարծում եմ բոլորն էլ ինձ են համարում մրցակից։ Եվ վերջին հարցը, որ ավելի շատ է այստեղ նույնիսկ կարելի ասել ինտրիգային հարց, որովհետեւ հանրությանը ավելի շատ նաեւ դա է հետաքրքրում, որ մինչև դուք պետական պաշտոններ վարելը եղել եք Սերգեյ Մանուկյանի թիկնապահը։ Ես միանշանակ բացառում եմ այդ փաստը։ Նախ հանրությունը բոլորն էլ գիտեն, որ Մանուկյան Սերգեյ ընդհանրապես թիկնապահներ չի ունեցել։ Իսկ այսօր եթե Մանուկյան Սերգեյն թիկնապահ ունենար, դա կլիներ հանրության եւ մամուլի ուշադրության կենտրոնում։ Ես ընդհանրապես թիկնապահ չեմ աշխատել, ես աշխատել եմ Եվրոպա ընկերությունում որպես շինարար վերահսկիչ, այնուհետև ողտնօրեն։ Պետական ծառայությունում չեք աշխատել։ Աշխատել եմ Զվարթնոց օդանավակայանի ՓԲ-ում։